Բարի երեկո, շնորհակալություն, որ եկել եք։ Երեք թեմա ունեմ ասելու։ Առաջին թեման վերաբերում է արցախցիների սոցիալական պաշտպանությանը։ Մշակել ենք փաթեթ սոցիալական պաշտպանության եւ սա հիմա հրապարակել վաղը սա հանձնել կառավարությանը։ Վաղը շաբաթը, ուր պատը, երկուշաբթի հանձնել։ Սույն թվականի մարտի 21-ին միասին հասարակական քաղաքական շարժման կազմակերպած հանրահավաքի մասնակիցներ նշում են, որ Արցախից Հայաստանի Հանրապետություն բռնագրված մեր հայրենակիցները ստեղծած զրկված են ապրելու ու աշխատելու նորմալ պայմաններից։ Պետությունը, որի գործողությունների հետևանքով այդ մարդիկ զրկվել են աշխատանքից տուն ու տեղից, տարրական կենցաղային պայմաններից, ըստ էության համակարգված գործողություններ չի իրականացնում արցախցիների բնականոն կենսագործունեությունն ապահովելու ուղղությամբ։ Արհեստական քաշքշուկները մոգնում նրանց քաղաքացիության մասով։ Արցախում նրանց ունեցած սոցիալական երաշխիքների նկատմամբ ունի առհամարական վերաբերմունք։ Խղճուկ ու ոչ հուսալի միանվար նպաստներ է տրամադրում եւ այլն։ Դրա հետ կապված միասին շարժումն առաջարկում է վերջապես համակարգված պետական հիմքերի վրա դնել արցախայցյան սոցիալական պաշտպանությունը։ Առաջարկվում է նախ եւ առաջ ստեղծել արցախցիների սոցիալական պաշտպանության պետական հիմնադրամ, որը կկենտրոնացնի ինչպես արտասահմանից ստացվող եւ ստացված օգնության, նաեւ մասնավոր անձանց կողմից վերաբերված, այնպես էլ ՀՀ պետական բյուջեից հատկացող գումարները, ապահովելով դրանց նպատակային եւ վերահսկելի ներդրումը երկու հիմնական ուղղություններով՝ պարենային ապահովում եւ բնակարանային ապահովում։ Պարենային ապահովության մասով առանձին առանց քաշքշուկների վճարել բռնագաղթած անձանց աշխատանքային հատուկ զինվորական թոշակները ու նպաստները։ Մարդ Արցախից եկել է, այնտեղ թոշակ էր ստանում, այստեղ իրան թոշակ չէ տանում։ Ասում են 40,000 դրամ յոլա գնա։ Իրանք էլ իրենց հանել են արցախցիներից։ Մաշինն անել, չէ՞ վտարել։ Վտարել, չասես գնացեք ստից։ Երկրորդ, բոլոր այն արցախցիներին, որոնք մինչև բռնագաղթը աշխատել են Լեռնային Ղարաբաղի պետական հիմնարկություններում եւ ձեռնարկություններում, վճարել հարկադրական պարապմունքի գումար, նրանց աշխատավարձի 50%-ի չափով հաշված 2023 թվականի օկտոբերի 1-ից։ Սա Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությունն է։ Երրորդ, ապահովել ընտանիքի մեկ անդամի հաշվով եւ չափահաս եւ անչափահաս ամսական 55,000 դրամ եկամուտ սննդամթերքի ծախսերի համար։ Այն դեպքում, եթե այդ գումարը չի երևում, 55,000 դրամ չի։ Այն դեպքերում, երբ նշանակված կենսաթոշակների կամ պարապորտի վճարման արդյունքում նշված 55,000 դրամը չի ապահովում, սահմանել ընտանեկան նպաստ տարբերության չափով։ Բնակարային ապահովման մասով բռնագաղթած մեր հայրենակիցներին պետք է հատկացնել նվազագույն բնակ տարածություն 1 շինչին 8 քառակուսի մետր հաշվարկով, քաղաքաբնակ արցախցիներին բնակ տարածք տրամադրել ՀՀ քաղաքներում, իսկ գյուղաբնակներին գյուղերում, պետությունների միջոցների հաշվին պետք է տրամադրի բնակ տարածք վարձակալման կամ համանման այլ եղանակով։ Այն արցախցիներին, որոնք ցանկանում են բնակարաններ կամ տներ կառուցել, պետք է տրամադրել երկարաժամկետ անտոկոս վարկեր։ Ես կուզենայի դիմելով արցախցիների, եթե ուզում եք ինչ-որ առաջարկներ ունեք նրանք, երկուշաբթի եք ուզում տանել հանձնել, մինչև երկուշաբթի ասեք մենք ման անենք։ Իմ երկրորդ հարցը կապված է խաղաղության պայմանագրի հետ։ Այդ պայմանագրով Փաշինյանը տալիս է միջանցք Ադրբեջանին։ Մենք արդեն ըմբոշխնում ենք Հայաստանի տարածքային ամբողջականության վրա։ Մի պայմանագիր, որտեղ կողմերից մեկը ստորագրող Ադրբեջանը չի ճանաչում մյուս կողմի տարածքային ամբողջականությունը, մենք պատերազմի բուն կարող է լինել։ Ադրբեջանն ասել է ստորագրել եք խաղաղությունը, բայց սահմանները չեք ստորագրելու, չեք ստորագրել։ Ես ճշտում եմ իմ սահմանները, ճշտել ճակերտավոր։ Մեզ գցում է փորձանքը։ Ադրբեջանական զորքը բեռներով, բեռնատար մեքենաներով բանը մտել է մեզ դեպից հարավ գնացող Սյունիքում մեզ հատելու է եւ մենք ոչինչ չենք կանալու անենք։ Հիմիկվանից մեզ զգուշացնում է, ասում է ինչ էլ որտամ Ադրբեջանը համարելու է միջանցք, բայց դա ամենը ճանապարհ գոյություն չունի ժամանակակից պրակտիկայում։ Գոյություն ունի միջանցք, գոյություն ունի տրանզիտ։ Այդ մարդը չի ասում տրանզիտ եմ տալի, ուրեմն միջանցք ես տալիս։ Ասում ամենը ճանապարհ եմ տալի, դա խոսակցության թեմա չի։ Այդ բառերով չեն նկարագրում երկու երկրների հարաբերությունները։
այդ պայմանագիրը աստված մի առասցես ստորագրվի նոր փորձանքի առաջ կանեսելու Հայաստանի Հանրապետություն ես այս գլխից ասում եմ ձեզ հիշեք ստորագրելուց հետո 10-15 օր հետո գնալու հետ մեղրի չեն կարողանալու գնալ ադրբեջանցի կանգնեցելու են ասելու են հələ մերոնք թող անցնեն հետո կմտածեն քեզ կարելի է մեղրի գնալ թե չէ մի հատ մարդ է տնելուց ես հարցնի մեղրի քեզ գնում ում մոտ ես գնում ոնց այդ մարդը անում է արի մի հատ զանգենք էսա դա արդեն նշանակում է որ մեկ ինքնիշխան չեք մեկ տարածքում միամիտ չլեք ես ասես ասում եմ ու դու գիտեք այդ ասածները դժբախտաբար երբեմն իրականանալու բանում են իրականանալու հնարավորություն ունեն իրականանում են երրորդը ես երկու բառով խոսում եմ պետք է ասեմ Գյումրիի ընտրությունների մասին Գյումրիում ստեղծված է բավականին հետաքրքիր վիճակ ակնհայտ է որ իրենց ընդդիմադիր հայտարարող բոլոր ուժերը միասին վերցրած զգալիորեն ավելի շատ են քան բաները քան իշխանության ներկայացուցիչները այդ ուժերը մասնավորապես բավականին բարձր վարկանիշ ունի Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը բարձր վարկանիշներ ունեն նաև մյուս ընդդիմադիրները Մարտուն Գրիգորյան, Ռուբեն Մխիթարյան, Մայր Հայաստան եւ այլն բայց ես ուզում եմ նրանց զգուշացնել Գյումրիում խաղալու են այն խաղը ինչ խաղացին Երևանում ինչ խաղացին Վանաձորում ֆռռացնելու են ձեզ Երևանում հիշեք Ավինյանը 9% հավաքեց դարձավ քաղաքապետ Հայկ Մարության եկավ ձեզ խաբեց, ասեց ձայներ տվենք, վերջում ասեց, ինձ կմիանանք, չէ։ Այն մի Վարդան Ղուկասյան իր ակուսակցությունը ձայն տվեց Ավինյանին։ Հայաստանում ընտրությունները հետաքրքիր են, հաղթում են, ուր ամենաքիչ ձայնն է հավաքում։ Շատ հետաքրքիր վիճակ է։ Հասկացեք։ Հիմա Գյումրիում, տղեկ կամ միացեք, կամ ասեք միասին հսկելու եք ընտրությունները, կամ ասեք, որ ընտրությունից հետո, հաղթելուց հետո այդ խմբով, այդ բոլոր ընդդիմադիրներով գալի է Երևան իշխանափոխությունը շարունակելու։ Գյումրիում Գյումրվա քաղաքապետի հարց չէ։ Գյումրիում լուծվում է Նիկոլ Փաշինյանի իշխանության հարցը։ Ուրիշ հարց չկա, ուրիշ բան չպատկերացնեք։ Եվ ես իմ ձայնն եմ ուղղում ընդդիմադիրներին, հատկապես Վարդան Ղուկասյանին, ի վիճակի եղեք բոլորին համախմբելու։ Մենք չենք կարող այսպես անտարբեր ձևով պետությունը մեր աչքի առաջ ես չեմ կարող տեսնել։ Ինչ որ մի հատ բան դավաճանել չասեմ, թշնամի եկե դարել այս երկրում ղեկավար, մեր պետությունը կտրտում հանձնում է տալիս է։ Ինչ ուզում է անում ընտրությունների հետ։ Այդ բոլորն անվանում է դեմոկրատիա։ Մի հատ ուտիլիզացված Range Rover բերում ասում հատիկ բերելու եմ Range Rover-ները։ Ոչ մի դոլար բյուջեում նախատեսված չէ, ու չի եղել 8 տարվա մեջ։ Ես խնդրում եմ ձեզ Ձեր բարեկամներին, հարազատներին, Գյումրիում եւ այլն, այս բանը մեսիջները, ուղերձները հասցրեք նրանց։ Հասցրեք, որ վիճակը կրիտիկական է։ Մենք, ինչպես ասացինք, կլոր սեղան կրավիրենք, հետո ստորագրություններ պիտի հավաքենք քաղաքական գործունեությամբ, ինչքան կարողանում ենք պիտի զբաղվենք, թեկուզ եւ շատ մարդով, թեկուզ եւ քիչ մարդով, ի վերջո մի օր պիտի հասնենք հաջողության։ Շնորհակալություն ձեր ուշադրության համար։